հարցում պարոն Կարապետյան շարունակել է պատերազմի կուսակցության թեման, երբ որ վարչապետ Փաշինյանը գործածում է կտրիչ Ներսիսյան անձնանունը ի առարկում եւ որպես պրոտեստ ձեր խմբակցությունը միաձայն խփում է սեղաններին, բայց երբ որ նա ձեզ անվանում է պատերազմի կուսակցություն, այդ պրոտեստի ժեստը, գործողությունը կարծեք թե չենք տեսնում, ի՞նչն է պատճառը, արդյոք այն, որ դուք համաձայն եք նման բնորոշման հետ, եւ երկրորդ հարցը ձեր թույլտվությամբ, պարոն Կարապետյան, քանի որ ակտուալ է անկրավների թեման, ամենայն դեպս ընդդիմությունը աղաղակում է, որ շուտով Իգրանաշենը հանձնվելու է, այսպիսի մի իրավիճակ պատկերացնենք, տեղի ունեցել ձեր ակնկալած իշխանափոխությունը, ուժեղ Հայաստան եկել իշխանության, Ադրբեջանի հետ հերթական բանակցությունների ռաունդն է, դուք գնացել եք բանակցության եւ սեղանին դրված է անկրավների հարցը։ Խնդրում եմ ասեք ձեր տեսլականը անկրավների վերաբերյալ։ Փոխանակման մեկ կողմնակից, գուցե այլ տարբերակներ։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը, եկեղեցու հետ կապված հարցը կրոնական հարց է։ Իր ձեր մյուս թվարկած պնդումը քաղաքական պնդում է, հիմք չունեցող քաղաքական պնդում է, քաղաքական պնդում, ուղղակի քաղաքական պնդման, ամեն պնդման, ինչին մենք համաձայն չենք, իրենք մեկ-մեկ նենց բաներ են հելնում ասում, որ դու էլ ես զարմանում, խոսքը բերում են կիսատ, ասում են բան, որ դու չես ասել, ամեն անգամ դրա կարիքը չկա, սա քաղաքական հարթակ է, եւ մենք բողոքի ենք բարձրացնում այն ժամանակ, երբ որ քաղաքական հարթակը օգտագործում են ոչ քաղաքական ու սահմանադրությամբ արգելված երևույթների բարձրաձայնման, այսինքն եկեղեցու գործերի մեջ խառնվելու, այսինքն մեր հոգևոր շատ մարդկանց համար հոգևոր մեծ արժեք ունեցող արժեքներին խփելու այդ ժամանակ ենք անում, որ քաղաքական չի մեր պրոտեստը, այլ մեր հոգևոր արժեքներին հարվածելու պատասխան է, կրոնական է։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ բանակցության հարցին։ Ամենաառաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի դելիմիտացիայի արդյունքում հարյուրավոր հեկտարներ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում հազարավոր հեկտարներ։ Դա է հիմնական ցուցիչը, իրենք պատրաստ են իրական երկարաժամկետ երաշխավորված խաղաղության, թե ոչ, թե ուղղակի ինչ կարում ստանում են։ Նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր Հայաստանի պաշտոնական Հայաստանին առնչվող Հայաստանի ենթակայության տակ գտնվող հողերը, որոնք որ պետք է մեր ենթակայության տակ լինեն, հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր հեկտարներ։ Դրանից հետո մենք կհասկանանք, այդ երկիրը երկարաժամկետ խաղաղության է նայում, թե ուղղակի հիբրիդային ճնշման եղանակով բոլոր տեղերով ճնշում է մեզ։ Հերթականության վրա շեշտ դնելով կարծում եմ պատասխանեցի, հերթականություն կա։ Պարոն Կարապետյան, օրերս երբ Էրկա Ղազարյանը ազգային ժողովի ամբիոնից ելույթ է ունենում եւ գնահատական տվեց, նշելով, որ դուք մեր զինվորներից վիկայաբար տարակ եւ զոհեցիք, դրան հաջորդեց իշխանության կողմից պարսավանքի մի ամբողջ ելույթներ, նաև ստիպում էին, որ Էդգար Ղազարյանը մանդատը վայր դնի կամ եթե դուք չեք ինքնակազմակերպում դուրս կշպրտել, դուք էլ ընդունեցիք, որ դա բարեկրթության սահմաններից դուրս էր ձեր եւ իշխանության կողմից հռչակած, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ամենայն հայոց կաթողիկոսին անվանեց պիղծ է ձեր վեհապարը։ Ձեր բառապաշարը շարունակելու են մի կերպ ունա, դուք սա չեք դատապարտում, սա ձեր համար բարեկրթության սահմաններից դուրս չէ եւ նաեւ խոսեց հեծի մասով, նշելով, որ վստահ է, որ հեծը պետականացնելուց հետո շատ ավելի լավ է լինելու, բայց այն անընդհատ չի կարող լինել պետական։ Սրան ձեր մեկնաբանությունը ո՞րն է, շնորհակալություն։ Տեղում կարծում եմ արձագանքը եղավ տեղում եւ այդ արձագանքը հասցեական մենք լսեցինք արձագանք այդ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է հեծին։
երկար կարելի է լսել Փաշինյանին, թե ինչպես էր նա պատմում, թե սեփականությունն է, այն որ երկրի սեփականությունն է երկաթուղին, որ մի բանի սեփականությունն է, սեփականատերը ինչ ուզում կարող անի, ինչ ուզի։ Նա պատմում էր երկաթուղու մասին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրը սեփականատեր է։ Երևի մոռանալով մեր հայտարարությունների մեջ մենք դրան անպայման կանդրադառնանք, թե քանի սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել։ Եվ ինչ է դա բերելու մեր երկրի զարգացման, ինչ խնդիրներ։ Մեր գործընկերը նշեց, տնտեսական աճը դանդաղում է։ Ես կարող եմ ասել, ավելի մեծ հարվածներ է ուտելու, որովհետև չի կարելի խախտել հիմնարար տնտեսագիտության, տնտեսության կառավարման կանոնը, այն է սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է լինի առաջի կանոնը։ Այդպես են ձևավորվել մեծ ուժեղ տնտեսությունները։